Ադրբեջանի այդ ակցիաներից մի բան հարցնել, քանի որ այնտեղ հայտարարություններ էին հնչում, որ Հայաստանի իշխանության բողոքի հիման վրա է Ամերիկայում այդ գործընթացը սկսվել եւ նրան է գնալու տեղափոխման դեպքում սպառնալիքներ են այստեղ կյանքի վտանգ է սպառնում եւ այլն Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում կա որևիցե մեկը, որի կյանքին քաղաքական հայտարարությունների վերաբերյալ հայն չէ, քիչ մարդ է հայոյում։ Ով ասես հայոյում, ես չգիտեմ, ես չեմ լսում, ես ինքս իմ համար որոշում եմ կայացրել, որ նույնիսկ եթե ինձ վերաբերող ինչ-որ բան է ինքը իրեն թույլ տալի, ես չեմ լսել, որովհետև դա իմ արժանապատվությունից, իմ մակարդակից, իմ ինտելեկտից եւ իմ բանից ցածր եմ համարում, չեմ լսում։ Բողոքներ եղել են, Ես վստահ եմ, որ այն հայտարարությունները, որոնք քրեական բան են իրենց մեջ պարունակում, չէին կարող առանց հետևանք մնալ ու տենց ասենք չէ, օրինակ ես Արնե ջան, ես ասեմ վերջին անգամ ինչ բացահայտում դուք ավելի շատ բան գիտեք վերջին անգամ որ ես իր մասին լսել եմ այդ այն դեպքն է եղել որ ինքը եթերով իմ 15-16 տարեկան տղայի հետ հաշվե հարդար տեսնելու կոչ է արել Այսինքն ուզում եմ հասկանամ սա ինչ հայեյանքա կամ սա ինչ քաղաքական դիրքորոշում է։ Հələ մի հատ ձեր վրա վերցրեք, դուք երեխաներ ունեք։ Ձեր երեխայի ես Աստված մի արարծի կամ որևիցե մեկը մտնի եթեր եւ ասի, «Էս ինչի երեխային բռնեք, հաշվե հարդար տեսեք»։ Ես ցենց ասեմ, ես միանշանակ կբողոքեմ, եթե ես իմանամ, որ նման բանը հետևանք ունի, որտեղ որևիցե մեկի երեխայի մասին տենց բան ասելը Շուտ հակ անել ինչ-որ գծեր, որոնք հարկ Աստծո հայկական հասարակության մեջ մենք ոչ մեկս չենք անցել ու Աստծո Բայց կարծում եք, որ եթե նրան այստեղ ուղարկեն Ես չէ, ոգևորված չէ, ես ծաղրում եմ, որ ազգային կուսակցություն 130 տարվա պատմություն ունեցող դաշնակցությունը եւ դոգը նույն ես ծաղրում դա մեր ցավն է դա ցավն է Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին